Հանդիպում Շանդ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հոկտեմբերի 14-ն է, երեքշաբթի։ Վարչապետն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կարևորել է գագաթնաժողովը եւ նման միջոցառումները նաեւ տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք եւ ընկալում ձևավորելու գործում։ Ապագան կանխորոշվում է այո տեխնոլոգիաների ներդրմամբ եւ նրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ եւ այդ process-ները կառավարելու կարողությամբ։ Կարծում եմ ակնհայտ է, որ մեր կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական ոլորտների եւ ոլորտի զարգացմանը եւ վերջերս առիթ ունեցել եմ այսօր շատ պատեհ եմ համարում բարձաբանել, թե որոնք են այն գործիքները, որոնցով կառավարությունը ուզում է եւ աջակցում է եւ ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանը աջակցելու առումով։ Ես կարող եմ հիշատակել առաջին 3 քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել եւ ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ եւ քաղաքականություններ մշակելու եւ ունենալու համար։ Կարծում եմ այստեղ էլ պատասխանը նույնն է։ 3 բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն եւ ելի կրթություն։ Այստեղից էլ հարց է առաջանում, թե իսկ ինչ է անհրաժեշտ լավ կրթական համակարգ ունենալու համար։ Լավ կրթական համակարգի համար էլ նույն բանն է անհրաժեշտ՝ լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ եւ կարգավորումներ։ Դե հույս ունեմ, որ արդեն պարզ է նաեւ, թե մեր տեսակետից ինչ է պետք ունենալ կրթական ոլորտում լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ եւ կարգավորումներ ունենալու համար։ Եվ այստեղ էլ մեր պատասխանը հետևյալն է. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Եվ մենք սա իմիջիայլոց ուզում եմ ասել, որ մեր ունեցած պրակտիկ փորձից ենք եկել այս եզրակացության եւ սրա մեջ իհարկե կա քաղաքական կարգախոս եւ քաղաքական ընկալում, բայց ուզում եմ ասել, որ այս քաղաքական կարգախոսը եւ ընկալումը եւ այս ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է։ Իհարկե, նման դեպքերում շատերը ասում են եւ փորձում են լրացնել կամ հարցադրում են անում, թե կարծես թե մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան եւ խոսքը փողի մասին։ Իհարկե, փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին։ Իսկ ինչ է հարկավոր փող ունենալու համար։ Կառավարությունը այս հարցին էլ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի է ուրիշ 3 պատասխան տալ, օրինակ նավթ, գազ, ոսկի, բայց հիմա նույնիսկ փող ունենալ-չունենալու հարցը, աշխատանք ունենալ-չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցը մեր ընկալմամբ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Այս մասին արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է ԵԱԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ, եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ուրեմն ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ
ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն 3 նաեւ Շարմ el-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Երրորդ երկրների ուրեմն մասնակցությունը հատկապես պատանդարված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում իհարկե կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, իսկ գիտեք, որ մեր աշխատանքները այդ առումով, այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, եւ այժմ այո, այդ հարցը եւս շատ արդիական է եւ այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Իսկ առհասարակ այս թեմայի համատեքստում ուզում եմ ասել, որ մեր աշխատանքները չեն բացառում անշուշտ եւ հարցը մշտապես արկա է երրորդ երկրների հետ մեր շփումների ընթացքում, բայց առաջնային ուրեմն խողովակը նրանք Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են այնուամենայնիվ։ Մեծ Բրիտանիան կվերացնի Հայաստանի եւ Ադրբեջանի զենքի վաճառքի էմբարգոն, ինչպես նաեւ երկու երկրների հետ հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։ Հաշվի առնելով խաղաղության առաջ խաղացման գործում գրանցված զգալի առաջընթացը, ըստ պետնախարարի, Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի եւ զինամթերքի բոլոր մատակարարումների վերաբերյալ առաջարկվող զենքի էմբարգոյի հիմքում ընկած տրամաբանությունը վերացել է։ Նրա խոսքով այս որոշումը հնարավորություն կտա զարգացնել Մեծ Բրիտանիայի անվտանգության եւ պաշտպանության գործընկերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ արագ փոփոխվող համատեքստում եւ թույլ կտա Մեծ Բրիտանիային աջակցելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերին, այդ թվում այլ պետություններից եւ ոչ պետական գործիչների կողմից եկող ավանդական եւ հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան։ Պետնախարարը նաեւ ընդգծել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտահանման եւ առևտրի լիցենզիաների դիմումները կշարունակեն գնահատվել յուրաքանչյուր դեպքի համար, համաձայն Մեծ Բրիտանիայի ռազմավարական արտահանման լիցենզավորման չափանիշների եւ կառավարությունը չի տրամադրի որևէ լիցենզիա, եթե դա չհամապատասխանի որևէ չափանիշի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է հոկտեմբերի 17-ին Վլադիմիր Զելենսկիին Սպիտակ տանը հյուրընկալելու իր մտադրությունը։ Նա այդ մասին հայտարարել է Շարմ el-Շեյխից Վաշինգտոն թռչող իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նա նաև հրաժարվել է պատասխանել Ուկրաինային ամերիկյան Տոմահավք հրթիռներ մատակարարելու հնարավորության վերաբերյալ հարցին։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկելու են հակաօդային պաշտպանության եւ մեծ հեռավորության հարվածներ հասցնելու Ուկրաինայի հնարավորությունները։ Զելենսկին նաև հայտնել է, որ կհանդիպի Միացյալ Նահանգների էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկելու Ուկրաինայի ներկայիս կարիքները։ Եգիպտոսի նախագահը հույս է հայտնել, որ Գազայի հատվածում զինված հակամարտությունը վերջինը կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ։ Շարմ el-Շեյխում կայացած գագաթնաժողովից հետո Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ընդգծել է, որ խաղաղությունը Կահիրեի ռազմավարական ընտրությունն է։ Թող Գազայի պատերազմը վերջինը լինի Մերձավոր Արևելքում։ Եգիպտոսը, ինչպես նաև արաբական եւ իսլամական երկրները հաստատում են խաղաղության իրենց ռազմավարական ընտրությունը, որը պետք է հիմնված լինի արդարության եւ հավասարության վրա, ընդգծել է ալ-Սիսին։
Մադագասկարի նախագահը, որը իշխանության էր եկել 2009 թվականին, հեղաշրջման արդյունքում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին լքել է երկիրը։ Այժմ նրա գտնվելու տեղը հայտնի չէ։ Հոկտեմբերի 13-ի երեկոյան երկրի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ստիպված էր լքել Մադագասկարը կյանքը փրկելու համար, սակայն չի հանձնվի եւ կփորձի ստեղծված ճգնաժամից ելք գտնել։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ երկրում իշխանությունը անօրինական եւ բռնի կերպով զավթելու փորձ է արվում։ Մադագասկարում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին։ Ցուցարարները դժգոհում են գործազրկության բարձր մակարդակի, կոռուպցիայի եւ գնաճի դեմ։ Քաղաքացիները ի թիվս այլնի պահանջում էին նախագահի հրաժարականը։ Կանաչ արեգակ ներառական ջերմատունը մասնագիտական ուսուցումից բացի նաև զբաղվածության խնդիր է լուծում հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կարիտաս արեգակ հիմնադրամը այդպիսի հնարավորություն է ստեղծել, ապահովելով նաև նրան շարունակական կրթությունը միջին մասնագիտական հաստատություններում։ Կանաչ գյուղատնտեսության ոլորտում ունեցած փորձն ու հմտությունները փոխանցելու հարմար առիթ էր կազմակերպված բերքատոնը։ Էկոլոգիապես մաքուր մշակաբույսերը ներառական ջերմատան այս տարվա հարուստ բերքն են։ 2023 թվականին ստեղծված 920 քառակուսի մետր մակերեսով ներառական ջերմատունն առաջին տարին է, որ այսքան լավ բերք է տվել։ Հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ծնողների մշակած փորձնական էկոմթերքը շուկայում կարճ ժամանակում հասցրել է մեծ պահանջարկ ունենալ։ Ամբողջ մեկ տարվա ընթացքում մենք սովորեցինք, թե ինչպես աճեցնել լոլիկը եւ բավականին հաջողություն ունեցանք։ Գյումրու ռեստորանները բոլորը ցանկություն հայտնեցին մեզանից քնել այս լոլիկը եւ հաջողվեց։ Բավականին հայտնի է դարձել։ Փողը իրանով թերապիա է, հեշտությամբ կարողացանք աճեցնել, պահանջարկ շատ մեծ պահանջարկ ունենք Գյումրիում, բոլոր ռեստորանները, բոլորը շահամը, որովհետև մեր բերքը տարբերվում է, օրգանիկ է, մենք ամբողջովին օրգանիկ ենք աճեցնում մեր ջերմատանը, մեր բանջարեղենը, տերևաբանջարները ամբողջովին օրգանիկ են, մենք օգտագործում ենք կոմպոս, միայն մեր հավելյալ պարարտանյութը կոմպոսի միջոցով ենք տալիս։ Կարիտաս արեգակ հիմնադրամը գործունեության 10-ամյակի նախաշեմին մեկ տարվա արածի հաշվետվությունն է շտապում ներկայացնել գործընկերներին։ Իսկ դա առավել ընդգծված ու առարկայական դարձնելու համար գործնական աշխատանքին էին դիմել։ Ջերմատանն աճեցված մթերքները հումք են ծառայել մարզի արհեստագործական ուսումնարաններին խոհանոցային հմտությունները համեղ ուտեստներով ներկայացնելու համար։ Բերքատոնի մասնակիցների հյուրասիրությունն ապահովել էին մարզի բոլոր քոլեջների խոհարարության բաժինների ուսանողներն ու վարպետ խոհարարները։ Հիմնականում խոհարարության մասնագիտության հետ է կապված մեր համագործակցությունը։ Մենք ունենք նաև ներառական ուսանողներ, որոնք դասի են գալիս մեր մոտ ուսումնարանում, բայց իրենց արտադրական ուսուցումը անցկացնում են Էմիլի արեգակում, շատ տեղում համագործակցություն է։ Մենք այսօր շփվում ենք բիոմթերքների հետ, այսինքն տեղում աճեցրած թարմ, համեղ, հուրումնավետ մթերքների հետ ենք աշխատում, որտեղ խոհարարության մեջ ամենակարևոր գրավականը դա առողջ, էկոլոգիապես մաքուր սնունդն է։ Կանաչ արեգակ ներառական ջերմատունը հաշմանդամություն ունեցող կամ խոցելի խմբերի 50-ից ավելի երիտասարդներին ու նրանց ծնողներին կանաչ գյուղատնտեսության ոլորտում գիտելիքներ ստանալու, հմտանալու եւ հետագայում աշխատաշուկայում ներգրավվելու հնարավորություն է տվել։ Մեկ տարվա վերապատրաստումներից հետո նրանց մեծ մասը տարբեր ջերմոցներում աշխատանք է գտել։ Այժմ ներառական ջերմատունն ունի իր հիմնական աշխատակազմը։ Այս պահի դրությամբ ես նշեմ, որ ընդանուր կանաչ ջերմատան աշխատակիցների թիվը 19 է, որից 2-ը արդեն գլխավոր այգեգործներն են, 4 հաշմանդամություն ունեցող երեխայի եւ երիտասարդի ծնող եւ մնացած 13-ը հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, ովքեր աշխատում են թե ջերմատանը, թե ջերմատանահարակից բաց տարածքում։ 10 տարիների գործունեության ընթացքում Կարիտաս արեգակ հիմնադրամի ներառական ծրագրերից հաջողվածներից մեկն է նաև արեգակ փուր սրճարանը, որտեղ կայուն աշխատանք ունեն հաշմանդամություն ունեցող մեկ տասնյակից ավելի երիտասարդներ։ Կանաչ արեգակ ջերմատունը եւս հավակնում է կայուն նախագիծ դառնալ։ Մեր օրինակով որպես օրինակելի գործատու արեգակ փուր սրճարան կանաչ արեգակ նպաստում ենք աշխատաշուկայի զարգացման, այսինքն ցույց ենք տալիս հաշմանդամություն ունեցող երիտասարդի հնարավորությունը, ներուժը, որ
կարող են այստեղ իրականացնել եւ այլ բիզնեսները դրանից կարող են օգտվել եւ կարող են վերցնել իրենց մոտ աշխատանքի, քանի որ իրենք շատ պատասխանատու են, իրենք շատ են սիրում աշխատել։ Կարիտաս Արեգակում 10 տարում 35-ից 200-ի է հասել շահառուների թիվը, այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաները եւ նրանց ընտանիքները զարգացողական եւ թերապևտիկ ծառայությունների միջոցով ներգրավում են հասարակության տարբեր ոլորտներում։ Մինչ օրս մասնագիտական ուղղորդմամբ արհեստագործական ուսումնարաններում կրթություն է ստացել ավելի քան 30 հաշմանդամություն ունեցող երիտասարդ։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։